այո հարային տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Երևանի քաղաքապետարանը կամ Երևան քաղաքը միակը չեն աշխարհում, որ ունեն նմանատիպ խնդիր։ Այսինքն դա կա Փարիզում, դա կա Լոնդոնում, դա կա եւ կներեք ամենայն հարգանքով նորից այդ բոյկոտի շղարշի ներքո ուղակի կոծկելը անպատասխանատվությունը ես տենց չեմ ընդունում։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ դա նույնպես շատ է, Ժորժ ջան, ենթադրում եմ, այդ ենթադրություններով կարող ենք վերադառնալ նախկին գազելների համակարգին։ Որովհետև եթե մենք չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, հա, տենց կարանք մաշացնենք մինչև վերջ, որևէ բան չվերանայենք ու այո, կունենանք այն ինչ որ ունեցել ենք մոտ 30 տարի։ Եթե ուզում ենք մեր կյանքում որևէ բան փոխվի, այդ փոխվելու համար նաև համապատասխան միջոցներ են պետք։ Որոշ չափով բոլորը պետք է մասնակից լինեն այդ փոփոխությանը։ Եվ սա նորմալ տրամաբանություն է։ Եվ այո, ժամանակ առ ժամանակ հարգելիներս որոշ ծառայությունների վճարներ պետքա վերանայվեն, ինչքան էլ որ դա հաճելի չի։ Բայց կներեք 40 տարվա ընթացքում, ասենք, մի անգամ չպետք է վերանայվեն, երբ որ ամբողջ տրանսպորտային համակարգը փոխվում է։ Ես կարծում եմ, որ դա շատ տրամաբանական փոփոխություն է, որ տեղի է ունեցել, եւ ազգային ժողովի մեր գործընկերների հետ, պարոն Գրիգորյան, խնդրում եմ ինտենսիվ աշխատել եւ նրանց խնդրել, որ մաքսիմալ ամենաարագ ընթացակարգով բոլոր օրենքներում փոփոխությունները տեղի ունենան։